Բարև ձեզ։ Մինչև բուն թեմային անդրադառնալը, ես ուզում եմ մի քանի բառով հիշեցնել հետևյալը։ Քաղաքական գործիչները միշտ խոսում են 2 տոն ավելի ներքևից։ Այսինքն, ինչ որ իրենք ասում են, դուք պետք է 2 տոն վրան ավելացնեք կամ լսեք եւ մեկնաբանեք նրանց խոսույթը տողերի մեջտեղում, այսինքն այն ինչ որ իրենք ասում են, կամ դուք ավելացնում եք 2 տոն, որ հասկանաք նրանք ինչ էին ասում, կամ հասկանում եք, կարդում եք տողերի մեջտեղում, որովհետև քաղաքական գործիչները ոչ մի անգամ, ոչ մի բան կոնկրետ ոնց որ կա, այնպես չեն ասում։ Նրանք միշտ խոսում են կոդերով, սիգնալներով, տարբեր տեսակի, դուք պետք է կռահեք նրանք ինչ էին ասում կամ ինչ ի նկատի ունեն։ Բայց մեր դեպքում մենք ունենք քաղաքական գործչի եւ խուլիգանի ինչ որ մի խառնուրդ, որը որ նոր բան չի, այնպես չի, որ սա նոր մի կենթանու տեսակ է, բայց հազվադեպ կենթանի է սա, այսինքն սրա նման կենթանիները միայն հայտնվում են այդպիսի աթոռների վրա, միայն այն դեպքում, երբ որ նրանց տերերը, այսինքն մեծ մասամբ, 95% արևմուտքը ունի ինչ որ մի ցանկություն կամ ինչ որ մի պլան ունի, որ այդ պլանը չի կատարելու ոչ մի նորմալ մարդ, այդ տվյալ երկրի ոչ մի ազգասեր մարդ չի կատարելու իրենց ցանկությունը, նրանք միշտ գտնում են տվյալ երկրում նման կենթանի, որը որ չունի ոչ մի տեսակի իզմեր, չունի ոչ մի տեսակի իդեալոգիա, պատրաստ է անելու այն ինչ պետք է եւ ավելին։ Եվ այդ մարդուն բերում եւ դնում են այդ պաշտոնի վրա օգտագործելով տարբեր մեթոդներ։ Մեր դեպքում նրանք օգտագործեցին կուդետա, այսինքն անունը դնելով հեղափոխություն, նրանք ուղակի ռուսերեն ասեմ զախվատ վասի։ Իրանք վերցրեցին իշխանությունը եւ մենք 8 տարի տառապում ենք այս խուլիգանի ձեռքը։ Եվ ամենակարևորը այն է, որ արևմուտքը, երբ որ հարցը գալիս է իրանց, այն ինչ որ իրանց է պետք անել, իրենք միշտ պատրաստ են աչք փակել եւ երեսները թեքել մի կողմ ամեն տեսակի խարդախությունների եւ պրոցեսների դեպքում միայն իրենք իրանց գործը առաջ տանեն։ Ես նորից եմ կրկնում եւ կրկնելու եմ սա անընդհատ, որ երբ որ ասում են դեմոկրատիա, դա ուղղակի դուք պետք է հասկանաք, որ կա դեմոկրատիայի հոտ։ Իրական դեմոկրատիա ոչ մի տեղ աշխարհում գոյություն չունի։ Գոյություն ունի դեմոկրատիայի հոտը։ Միտեղ այդ հոտը ուժեղ է գալի, միտեղ այդ հոտը մի քիչ ավելի թույլ է գալի, բայց երբ որ պետք է, դեմոկրատիա կա, երբ որ պետք չի, դեմոկրատիա չկա, այսինքն դեմոկրատիա իրականում չկա, բայց երբ որ պետք է, իրանք կասեն, մենք դեմոկրատիկ ենք, մենք սենց տյանենք, դուք դեմոկրատիկ եք, բայց մի հատ դու չափերը անցի, որպես քաղաքացի ոչ մարդու իրավունքները կաշխատեն, ոչ օմբուդսմենը քեզ կօգնի, ոչ դեմոկրատիա կլինի, այսինքն դու դեմոկրատիա ում նկատմամբ։ Եթե դու ուզում ես մի ուրիշ քաղաքացու դատի տաս, այդ դեպքում դեմոկրատիա կա։ Դու կգնաս դատարան, դատավորը կլսի ձեզ երկուսիդ էլ, բայց դուք նայեք ինչ է կատարվում մեր երկրում։ Ինչ եկել է այս չարաբաստիկ դեմոկրատիան, դուք բոլորդ մարդիկ ազգ, որը որ բնավորություն չուներ իր հարևանին, ծանոթին, բարեկամին եւ ընկերոջը, իր քաղաքացունի Երևանցուն, քաշեր տաներ դատարանները եւ ինչ որ ամեն մի ստից բանի համար դատավորներին բերեին, նստացնեին եւ դատեին այս կողմին կամ այն կողմին։ Սա ուղղակի խայտարակություն է։ Երբ որ ազգը սկսում է իրար դատի տալ, այդտեղ էլ ազգ չկա։ Այդտեղ կա ուղղակի մարդկային շահեր
եւ էլ ազգը տեղ գոյություն չունի, այդտեղ ուղղակի գոյություն ունեն շահեր, վերջ։ Յուրաքանչյուր եվրոպական արևմտյան երկրում եկեք նայենք Անգլիայի օրինակը։ Անգլիան համարվում էր նրանք բաստիոնն էին, հենց Անգլիայից դուրս եկե բոլոր աշխարհի լավ ուսումնական հաստատությունները թե կլինեն, օրենքներ կլինեն, ամեն տեսակի ուրեմն դեմոկրատիայի հետ կապված տարբեր տեսակի բաներ դուրս են եկել Անգլիայից, հետո Ամերիկայից, սկզբում Անգլիան այդ ամեն ինչը սկսել, հետո Ամերիկան ավելի բարելավել է եւ Ամերիկայի ստանդարտներով է շարժվում ամբողջ աշխարհը։ Բայց Ամերիկայում երբ որ մի քիչ քեզ ուրեմն որպես քաղաքացի լավ չես պահում իրանց կարծիքով, այսինքն խոսում ես այն ինչ որ իրանք չեն ուզում դու խոսաս, միանգամից այդ դեմոկրատիան քո համար էլ չի աշխատում, որովհետև եթե Հայաստանում ես պատմել եմ դեպքեր, կենտրոնական քաղմասը մեքենայիդ մեջ զենք կգցեր կամ նման մի բան եւ նրանք գիտեին այդ ձևերը ոնց անեին, դուրդ բացեին, զենքը դնեին 06-ից սիձելնիկի տակ, ու ասենք իմ դեպքում, քանի որ իմ մեքենան գերմանական էր, չէին կարող դուրը բացեին, ուրիշ մեթոդներ էին օգտագործում։ Ամերիկայում կամ Արևմուտքում դա չի։ Իրենք ունեն 1000 տեսակի մեթոդներ։ Նրանք տարբեր դեպարտամենտներ կօգտագործեն եւ քո գլխին կսկսեն բերել այնց խնդիրներ, որ դու ժամանակ չես ունենա ուղղակի խոսել ոչ մի բանի մասին։ Չկա նման բան։ Եվ երբ որ իրենք բերում են նման կենթանուն, նման խուլիգանին նստածնում են երկրի ղեկին, իրենք պատրաստ են այդ երկրում իրենց աչքերը փակել յուրաքանչյուր հանցագործության, խուլիգանության, յուրաքանչյուր կոռուպցիայի կամ տերորի վրա։ Եվ մենք այս պահին Նիկոլ Փաշինյանի այս խարդախությունները սա լիներ հանգարց ինչ որ պրոռուսական գավերնմենթի, այսինքն ղեկավարության օրոք նման խախտումներ լինեին, դուք պատկերացնում եք ինչ կլիներ։ Ամբողջ Եվրոպան, Al Jazeera-ն, բոլոր BBC-ն, CNN-ը, Fox News-ը, բոլոր տեսակի, ուրեմն բոլոր այդ big news, mass media, այսինքն մեծ մեդիան աշխարհի, միայն դրանից խոսային, ուրիշ բան չեն խոսա։ Բայց նրանք թույլ տվեցին, որովհետև այն ինչ որ Նիկոլ Փաշինյանը պետք է աներ, դեռ չի հասցրել անել, եւ հիմա եկել են նրանց ճտերը հաշվելու ժամանակը, եւ նրանց պետքա որ Նիկոլը մնա։ Հարցը այն է, որ Նիկոլի նոր պարլամենտը չունի այնքան ձայն, ինչքան որ իրենց է պետք, որպեսզի Նիկոլը կարողանա անել այն ամեն ինչ, այսինքն բերի այն տերորը հայ ազգի գլխին, որը որ իրենք պատկերացնում են Նիկոլը կկարողանա անի այս ընտրություններից հետո։ Դրա համար իրենք իրենց աչքերը փակեցին այս խարդախությունների վրա եւ հիմա իրենք Նիկոլին տվել են կանաչ լույսը, որ օգտագործիր յուրաքանչյուր ինչ քեզ պետքա, ինչքան որ գործիք ունես քո գործիքների տուփի մեջ, use all the tools you have in your toolbox, տենց են ասում, որպեսզի դու բերես գործը ավարտին։ Եվ մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի ամբիոնից պատերազմ հայտարարեց, ուշադիր խնդրում եմ, պատերազմ հայտարարեց ամբողջ հայ ազգին, այն հայ ազգին, որը ընդդիմության կողքին է, այսինքն հայ ազգի մտածող, մտահոգված եւ ավելի լուրջ եւ հարցերին ավելի ճիշտ նայող, ճիշտ դատող, ռացիոնալ մտածող կոնտինգենտին։ Նա ասեց հետևյալը, քանի որ ես իշ ասեցի, որ
նրանք միշտ խոսում են 2 տոն ներքև, բայց քանի որ մենք ունենք մի հատուկ միջադեպ, կներեք հեռախոսից այսօր բանը հետս չի այդ որ հեռախոսս դնում եմ վրան, ձեռքով եմ բռնում, որովհետև ես տանը չեմ, ես ճանապարհորդում եմ, հյուրանոցում եմ, շատ ներողություն եմ խնդրում, բայց հեռախոսը անընդհատ շարժվում է, բայց նա, քանի որ մենք ունենք խուլիգան, ոչ թե իրական քաղաքական գործիչ, նա ազգային ժողովի ամբիոնից ամենալկտի ձևով, լկտի, նա պատերազմ հայտարարեց հայ ազգին ասելով, որ ով որ չի շարժվելու առաջ ադրբեջանական եւ իմ ծրագրով, որը որ ադրբեջանական եւ իր ծրագիրը նույն ծրագիրն է, որը որ արևմուտքի ծրագիրն է, ով որ չի շարժվելու այդ ծրագրով, ես ջախջախելու եմ ձեզ։ Ես ձեզ մի բան ասեմ, նման բան, նման միջադեպ, որ երկրի ղեկավարը, երկրի վարչապետը, որը որ այս պահին չունի անգամ այդ լեգիտիմությունը, որովհետև գերտերություն կա Ռուսաստանը, որը որ դուք չեք պատկերացնում Ռուսաստանի օգնությունը մեզ այս պահին, որ չի ճանաչում իր լեգիտիմությունը, այն ինչ որ Պուտինն է անում հենց հիմա Հայաստանի համար եւ դու անդիմությունը ուղակի пассив ձևով նստած է, Պուտինը չի կարող սա երկար պահի, որովհետեւ նրա երկար պահելով այս լռությունը շնորհավորանք չկա, այսինքն ինքը չի ճանաչում լեգիտիմություն, բայց ինչքան կարող է պահի, ես միշտ եմ ասել, որ Պուտինը շատ пассив քաղաքական գործիչ է, նա շատ դանդաղ է շարժվում առաջ, շատ մտածված, ամեն քայլ ինչ որ ձգձգելով, շատ դժվար է, եթե Պուտինը մի օր կորցնի իր ղեկավարությունը եւ իր ուժը Ռուսաստանում, դա միայն լինելու է մի բանի համար, որ ինքը ուղակի աշխատում է ոսկերչական հմտությամբ եւ ոսկերչական այդ մանր ինչ որ sense գործ է անում ինքը, ռուսը չի ուզում դա, ռուսը պրագմատիկ, արագ շարժվող, տապոր քաղաքականություն ունի, եթե դու չես ուզում մեզ հետ աշխատել ոնց որ մենք ենք ուզում, մենք տապորով կիսելու ենք քեզ մեջտեղից, ռուսի քաղաքականությունը դա է եղել միշտ, բայց Պուտինը նոր ինչ որ ձև է աշխատում, որը ռուս ազգը այդ համբերությունը չունի, Ռուսաստանի ուրեմն խավը էլիտան չունի այդ համբերությունը, նրանք ասում են կնոպկեն սխմի վերջացավ, նամանավանդ այսօրվանից հետո, երբ որ արդեն Մոսկվայի մեջ անընդհատ խփում են, եթե Պուտինը կորցնի իր լեգիտիմությունը մի օր եւ նրան ժողովուրդը ասի մենք էլ չենք կարա քո հետ չենք կարա, դա նրա համբերության պատճառով է լինելու։ Պուտինը ուղակի փղի համբերություն ունի, ես զարմանում եմ այս մարդու վրա։ Բայց այն օգնությունը, որ Պուտինն է հենց հիմա տալի հայ ազգին, ոչ թե ժեխին, այլ հայ ազգին, ես ուղակի չեմ կարողանում հասկանալ ինչ է անում մեր ընդդիմությունը։ Միակ ակտիվ ուրեմն ընդդիմության գործիչը այս պահին էլ քաղաքական գործիչ է չի ոտին էլ բրասլետը խփած տանը նստած է, դա Սամվել Կարապետյանն է։ Ես չեմ հասկանում, թե Ռոբերտ Քոչարյանի Մոսկվա գնալը ինչ իմաստուն էր այս պահին։ Ես հասկանում եմ, որ դու կարող ես գործ ունենալ այնտեղ, պարոն Քոչարյան, դուք, բայց այս ժողովրդի մի մեծ մասը հենց դա էլ ասում էր, որ ձեր կապը Մոսկվայի հետ նրանց խանգարում է, որ իրանք ձեզ ընտրեն, ձեր, այսինքն, այդ շատ սերտ կապերը Մոսկվայի հետ, հենց պատճառը դա էր, որ մարդիկ շատ անգամ մտահոգված էին, եւ դուք կորցնելով այս
ոչ թե կորցնելով, այլ ձեզնից գողացան այս ընտրությունները եւ դուք փորձում եք Մոսկվա գնալ։ Ես չեմ կարող, ես բոլոր քայլերը ուղակի սրանք կամ չեն մտածում, կամ ես կասկածում եմ, այս մարդիկ շատ լավ մտածող մարդիկ են, նրանք ցույց են տվել իրենց հնարավորությունները տարիների ընթացքում ես կասկածում եմ, որ այս մարդիկ չեն մտածում, այլ թե ինչ են անում, դա անհասկանալի է։ Այս պահին սա ուղղակի ամենաճիշտ պահն էր, որպեսզի ժողովրդին դուք կոնսոլիդացնեք եւ անեք այն ինչ որ պետք է արվեր։ Դուք մնացիք պասիվ, Պուտինը ձեզ տվեց այդ հնարավորությունը, լեգիտիմությունը կասկածի տակ դնելով, դուք չօգտագործեցիք այդ պատուհանը, հիմա նա ամբիոնից սպառնում է ամբողջ ազգին եւ ձեզ, եւ նրան արդեն տվել են այդ դաբրոն, որ նա այս ամբողջ ազգին պետությանը տերորի ենթարկի։ Այսինքն մենք հիմա ունենք այն, ինչ որ մենք պետք է ամեն գնով փորձենք, որ հանկարծ չունենանք։ Մենք հիմա այդ իր արած հայտարարությունից հետո, որտեղ Փաշինյանը բաց տեսքով, բաց ձևով ազգային ժողովից պատերազմ հայտարարեց հայ ազգին, Սփյուռքին եւ տեղի հայ ժողովրդին։ Ինքը ասեց, որ իր ընտրողը խնդիր չունի, բայց ով որ իրեն չի ընտրել, այսինքն ով որ համաձայն չի ադրբեջանական ծրագրի հետ, ով որ համաձայն չի, որ սահմանադրությունը փոխվի, ով որ համաձայն չի, որ 300,000 ադրբեջանցի գան, ով որ համաձայն չի, որ Մասիսարը դուրս գա մեր ամեն ինչի վրայից, եւ ով որ համաձայն չի, որ Հայաստանը պետքա դառնա ոչ թե այդ թրիփը, Թրամփի ճանապարհը, այլ ամբողջ Հայաստանը պետքա դառնա Թուրքիայի եւ Ադրբեջանի միջանցքը։ Նրանք անգամ ադրբեջանցուն բերեցին Դիլիջան, առաջին այցը Հայաստան ընտրություններից հետո, դա եղավ իրենց տերերի կողմից, բերեցին Հայաստան, որպեսզի դակլատ տան եւ ստանան բոլոր այն դաբրոները եւ հանձնարարությունները, եւ նա հայ ազգին հայտարարեց պատերազմ, այսինքն փուլ երկրորդ տերորի հիմքը դրեց նա, տերորը սկսված է, դուք չեք պատկերացնում ինչպիսի ռեպրեսիաներ, ինչպիսի ուրեմն օրենքի խախտումներ եւ ինչ աստիճանի տերոր է սկսում հիմա Հայաստանի Հանրապետությանը։ Նայեք, ես ուզում եմ մի բան հիշեցնել, շատ կարևոր։ Պատմության մեջ, երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգներին պետք է եղել ինչ որ պետության մեջ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որ ասում եմ, խնդրում եմ դուք հասկանաք հետևյալ պետությունները։ Ընդհանրապես ՆԱՏՕ-ի երկրներ, Իսրայել եւ Անգլիա, Ամերիկայի հետ միասին։ Սա ընդհանուր արևմուտքն է։ Այս դեպքում ոնց որ թե Եվրոպան մի քիչ ավելի մեր հարցում, ճիշտ է, նրանք օգնում են, նրանց էլ ձեռ տալիս է, բայց Եվրոպան մի քիչ ավելի փորձում է пассив մնալ նրա համար, որովհետև խոստումը, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է ինչ-որ եվրոպական հերթագրվի Եվրոպա դառնալու համար, իրենք չեն ուզում այդ խոստումը կատարել։ Իրենց պետք չի Հայաստանի Հանրապետությունը Եվրոպայում, դա մի բան է, որ 100% մեր կյանքի ընթացքում չի լինելու։ Ես դեռ 50 տարեկան չկամ, եւ ես գիտեմ, եթե ես անգամ ապրեմ 30-35 տարի, այլ 40 տարի անգամ, լինեմ 89-90 տարեկան, ես չեմ տեսնելու դա։ Ես դրանում համոզված եմ։ Եվ
Այն մարդը, որ կարծում է, որ ինքը կարող է 40-50 տարի Եվրոպա տենա, այդ մարդը ուղղակի ապրում է շատ թաց երազներով, ասենց ասեմ։ Դուք ուղղակի չեք պատկերացնում, նախ Եվրոպայի անգամ այն ոչ մի բանը չի մնացել։ Եվրոպայից մնացել են տխուր հիշողություններ։ Դուք տեսել եք Բերլինում ինչա կատարվում։ Դուք տեսել եք Փարիզում ինչա կատարվում։ Դուք տեսել եք Լոնդոնում ինչա կատարվում։ Ոչ մի եվրոպական երկիր եվրոպական երկրի նման չի։ Վերջին 10 տարվա մեջ այն տեսակի միգրացիա է եղել դեպի Եվրոպա, ամբողջ Աֆրիկան, Պակիստանը, Հնդկաստանը եւ Չինաստանը լցվել են եվրոպական երկրներ։ Եվրոպական երկրների դեմոգրաֆիկը այնց է փոխվել, երբ որ դեմոգրաֆիկը փոխվում է պետության, նաև փոխվում է նրա կուլտուրան, մշակույթը, փոխվում է նրա ապրելակերպը, այսինքն Եվրոպան իր շենքերով, իր փողոցներով կարող է Եվրոպայի փողոցների նույն անունները լինեն, ասենք Փարիզում կամ Իսպանիայում կամ, բայց ամբողջ երկրի հիմքը լինելու է հնդկական կամ պակիստանական կամ ինչ-որ արաբական, աֆրիկական, ինչ-որ դուք հասկանում եք, ինչ Եվրոպայի մասին է խոսակցությունը, ինչ Եվրոպա, այսինքն ինչ եք դուք Եվրոպայից շահելու, դուք ոչ Եվրոպայի կողքն եք, ոչ աշխարհագրական դիրքը, եթե քո աշխարհագրական դիրքը ընկնում է Պարսկաստանի ու Ռուսաստանի մեջտեղը, դու ինչ Եվրոպա, Թուրքիան արդեն 40 տարի է Եվրոպայա սպասում, նրանք չեն կարողանում մտնեն Եվրոպա, երբ որ հլնայեք Թուրքիայի չափսը, Թուրքիայի կարևորությունը, դուք ով եք որ մտնեք Եվրոպա, ով է, կամ Եվրոպան մեր ինչին է պետք, այ ժողովուրդ, հասկանում եք ինչա տալու մեզ այդ Եվրոպան, ես ուզում եմ հասկանամ, եթե դուք այդ Նիկոլի կոնտինգենտը ուզում ա գնա Եվրոպա, համարդ ասեք ձեր Նիկոլին, թող ձեր համար այդ վիզան, ինքը ես համոզված եմ Եվրոպան պրոբլեմ չունի, եթե իրանք Աֆրիկայի բոլոր պետություններից ընդունել են ժողովուրդ, ձեզ ինչ չեն ընդունի, եթե ընդունել են Գանայից, Կենիայից, տարբեր պետություններից, ինչ տեսակ ժողովուրդ ասես, ձեզ էլ կընդունեն, վեկացեք, գնացեք, ում եք սպասում, եթե Եվրոպայում այդքան բան կա օգտվելու, գնացեք ընդեղ ապրեք, ում եք սպասում բա, դուք ձեր կարծիքով Եվրոպա դուք գնալու եք, ապրեք եւ կարողանալու եք, Եվրոպան էլ նրանց սոցիալական ծրագրերը Եվրոպայում գումար չունեն, ցամաքելա դուք հասկանում եք, անենց են Ուկրաինայի պատերազմը եւ վերջի տարիների միգրացիան Եվրոպա, այդ հոսքը անենց է ցամաքացրել իրանց բոլոր սոցիալ պրոգրամները, Եվրոպան փող չունի, դուք Եվրոպա գնում եք, ինչ անեք, դա ինչև է, կոնկրետ է սա, Փաշինյանը պատերազմը հայտարարել հայ ազգին, եւ այս պատերազմը, սա ոչ մեկ աշխարհում, ես ինչ բացատրեցի, ասացի, որ մի քանի տեսանյութ առաջ ասացի, որ Հայաստանը դառնալու է Պաղեստին 2-ը, իրականում դառնալու է Պաղեստին 2-ը, ուղղակի այս դեպքում մեր մոտ չի լինելու Նաթանյահու, որ մենք էլ պաղեստինցիք ենք, որ մեր մոտ լինելու է Նիկոլ Փաշինյան, որը որ կոտորում է իր ազգին, օգտագործելով բոլոր ինստիտուտները, նա առաջի օրվանից ինչ եկել է, ինչ արել է այդ զախվատը Սերժ Սարգսյանից, առաջին օրվանից նա սկսել է բոլոր ինստիտուտները գրավել, մենք վաղուց ենք խոսել սրա մասին, բոլոր այն մարդիկ, որոնք որ Նիկոլի կողքը չէին 2018 թվականից եւ հասկանում էին ինչա Նիկոլ Փաշինյանը, ինչա թաքնված այս ամեն ինչի տակ, ասում էին, բացատրում էին, որ հիմա նայեք, սկզբից գրավելու է այս ինստիտուտը, հետո գրավելու է այս ինստիտուտը, նա չի եկել, որ բերի ձեր դեմոկրատիան եւ ապագա կա, նա եկել է, որ ապագան ուրեմն գողանա ձեզանից եւ ձեզ ուղակի սարքի Թուրքիայի մի մասնիկ, ես անգամ 2019 թվականին ես կասեի, տերևի պատերազմից մի քանի ժամանակ առաջ, մի տեսանյութ հրապարակեցի, դրեցի YouTube, որը որ ունեցավ, կարծեմ 1100 պրասմոտր այն ժամանակ ես անգամ տենց չէի անում, բայց
տեսանյութեր չէի տեղադրում YouTube, բայց շատ կարևոր բան էի տեսել եւ իմ մեջ այնց տագնապ էր առաջացել, որ ես տեղադրեցի այն YouTube։ Ես տեսել էի 2030 թվականի քարտեզները, որոնք որ մի լիկի մեջ, այսինքն մի տեղից բաց էր թողնվել իրենց ասելով միամիտ, բայց ես չեմ հավատում, որ դա միամիտ էր եղել։ Դրանք Մոսադի կողմից էին բաց թողնել Իսրայելի գաղտնի ծառայությունների, հատուկ ծառայությունների։ Ես չեմ հավատում, որ դա միամիտ լիկ էր եղել, այսինքն բաց էր թողնվել։ Ես կարծում եմ, որ դա հենց ուղղակի սիգնալ էր, որ նման բան է լինելու։ 2017 թվականին ես տեսել եմ քարտեզներ, որտեղ 2030 թվականի Մոսադի Իսրայելի պատկերացրած եւ գծած աշխարհում, որը որ կարծիքով շատ մոտ է իրականությանը, որովհետեւ նրանք ամեն ինչ անում են, որ դա լինի եւ մենակ այս պահին, որ հենց հիմա Թրամփի եւ Նաթանյահուի մեջով անցելակատու, որ Նաթանյահուն ասում է ես մենակը շարունակելու եմ այս պատերազմը, որը ես չեմ կարծում նա անի, բայց եթե նա մենակով շարունակի պատերազմը եւ Թրամփը չմասնակցի, շատ հնարավոր է, որ ինչ որ ձևով 2030-ի տեղ դա լինի 2035-ին, բայց իրենք միևնույնն է, իրենց բոլոր պլանները միշտ բերում հասցնում են ավարտի, որովհետև իրենք այնքան կամպրոմատ ունեն, Էփստինը այնքան կամպրոմատ է հավաքել իրանց համար, որ նրանք ամբողջ աշխարհով չկա մի մարդ, որը իրենից ինչ-որ մի բան այն ներկայացնում այս աշխարհում, չկա տենց մարդ, որի վրա նրանք կամպրոմատ հավաքած չլինեն։ Էփստինը ամբողջ աշխարհի կարևոր մարդկանց, այսինքն որ պետությունում որ կա մի մարդ, որը որ ինչ որ մի բան է իրանից ներկայացրել, չէ, կարևոր պետությունները, այդ մարդու վրա կամպրոմատ կա։ Այն էլ անենց կամպրոմատներ, երեխաների հետ, անչափահասների հետ, ուրեմն սեռական հարաբերությունների հետ կապված, սրանք բոլորը այս տեսակի մարդիկ են համարյա։ Շատ քիչ մարդ կա սրանց մեջ, որ ազնիվ նորմալ մարդ է։ Եվ նրանք բոլորի վրա կամպրոմատ ունեն, այսինքն նրանց մոտի քարտեզներով 2030 թվականի քարտեզներով գոյություն չուներ աշխարհի վրա երկիր Հայաստան անունով, Արմենիա չկար։ Ես իմ աչքով եմ տեսել դա, եւ ես 2019 թվականին մինչեւ պատերազմը դրել եմ դա, ասել եմ նայեք ժողովուրդ ջան, սենց բան կա։ 2030 թվականին Մոսադի նկարած նոր քարտեզներով, որը որ Ամերիկան է նկարել Մոսադի հետ միասին, քանի որ Ամերիկայի հատուկ ծառայությունները Մոսադի հետ միասին են աշխատում։ Նրանք երկուսով իրար հետ են աշխատում բոլոր գործերի մեջ։ Հայաստան գոյություն չունի։ Ես նայեցի Հայաստանի տեղը եւ ես սա շատ մարդ է ինձնից սա լսել։ Հայաստանի տեղը մեծ մի հատ Թուրքիա էր եւ Ադրբեջանն էլ էր այդ Թուրքիայի մեջ, այսինքն մի հատ մեծ Թուրքիա էր այդտեղ։ Ես իմ աչքով եմ տեսել դա եւ ես շատ մարդու եմ ասել դա։ Ուրեմն նրանք այս ծրագրի մեջ են եւ Նիկոլ Փաշինյանը հայ ազգին ասեց, եթե դուք չեք համաձայնվում թուրքացմանը, ուրեմն ես ձեզ ջախջախելու եմ։ Նման միջադեպ, որ երկրի վարչապետը պատերազմը հայտարարում տվյալ երկրի, այսինքն իր ղեկավարած երկրի ազգին, այսինքն ինքը իր ազգին, նման բան պատմության մեջ շատ քիչ է եղել, նման բան երևի չի եղել։ Ես նորից հիշացնեմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Անգլիան, երբ որ նրանք ինչ որ տարբեր պետություններում բերում հասցնում են, բերում տեղադրում են մի հատ սենց անորմալի, մի հատ սենց ոչ ճիշտ բալանսի մեջ մարդու, նրանք իրենք այդ մարդուն տանել չեն կարողանում, նախ ամենասկզբից տեղից սկսենք, որովհետև նման մարդիկ, որոնք որ պատրաստ են ամեն ինչ անեն իրենց ազգի, իրենց մարդկանց նկատմամբ, նրանք չեն կարող հարգանք ունենան անգամ իրենց օգտագործող մարդկանց կամ կազմակերպությունների կողմից, որովհետև եթե դու պատրաստ ես, դու վաճառվես, դու դավաճան ես, դու անգամ դավաճան ես իրենց համար, այսինքն իրենք քեզ դիտում են,
որպես գործիք։ Իրենք քեզ օգտագործելու են, հետո պետքա քեզնից ազատվեն։ Հիմա նայեք, պատմության մեջ միշտ նույն բանը եղել է։ Երբ որ իրենք բերել են մի հատ դիկտատոր, ասել են մենք քեզ ստեղ դնում ենք, որովհետև դու պետքա կատարես A, B, D, G, չէ՞ ասենք։ A, B, G դեն ասենք, կներեք։ Այս ինչ բաները պետքա անես ABCD։ Եթե դու չարեցիր սա քո հանձնարարությունն է, ուրեմն դու unsuccessful բան էիր, ուրեմն seed էիր։ Դու սա սերմա իրանք բերում դնում են, ասում են այս ինչ բաները պետք է արվի։ Այս մարդը ասում է, օքեյ, եթե ես այս բաները պետքա անեմ, ես պետքա ունենամ այս ինչ գործիքները, ասում են ինչ ուզում ես արա, մեզ պետքա ռեզուլտատ, մեզ պետքա տաս ռեզուլտատ։ Այս մարդը, այս դիկտատորը սկսում է գրավել բոլոր ինստիտուտները երկրի։ Հետո սկսում է անել այդ բոլորը։ Երբ որ ինքը բերում է գործը ինչ որ տեսակի ավարտի, ասենք թե կամ կեսն է անում գործի, հետո սկսում է արդեն քանի որ այդ ինստիտուտները, որոնք որ հիմա արդեն բոլորը ուրեմն կոռապտ ինստիտուտներ են, փչացած դատարաններ են, սկսում է արդեն օգտագործել այն տեսակի տերոր, որ ուղղակի ձենը շատ բարձր է, շատ է, ճիչը շատ է, որ արդեն ինքը այն կարմիր գծերն է անցնում, որին իրան թույլատրել էին, որ անցնի, որտեղ իրան ասում են, կարած տրորես յուրաքանչյուր կարմիր գիծ, կարևորը որ դու մեզ տաս, ուրեմն ABCD ռեզուլտատը։ Երբ որ նա սկսում է արդեն, որովհետև նման power-ը, ուժը, այտենց բան է, երբ որ ընկնում է մարդու ձեռը, նա արդեն այդ կարմիր գծերը տրորում է, հետո սկսում է իր տերերին ասել, դու հանգստացեք, ես գիտեմ ինչ եմ անում, դուք ինձ ասել եք սա անեմ, ես անում եմ, ինչ եք ուզում։ Նրանք ասում են մի քիչ հանգստացրա, ձենը շատ է, շուխուրը շատ է, նա ասում է սենց է լինելու։ Այսինքն սկսում է արդեն, քանի որ այդ տերորը նենց բանա, որ լիմիտներ չունի, նա սկսում է անենց արդեն ով կա չկա բոլորին ջախջախել, անենց բաներ են սկսում անել, որ վերջում հենց այդ երկիրը, որը իրան նշանակել է, ասում է սրան արդեն վերջացնելու ժամանակն է, սա մեզ կրակն է գցում, սա վատ պրոգրամ էր, սա չստացված ծրագիր է, սա արդեն օրինակ Զելենսկին այդ ճանապարհի վրա է հիմա։ Զելենսկին արդեն իրան չի արդարացնում, դրա համար Զելենսկին արդեն սկսել է լուրջ սխալ քայլեր անել, որը որ ոչ Ամերիկային է ձեռ տալու հեսա, երևի արդեն էլ ձեռ չի տալի, ոչ էլ ձեռատալի ուրեմն այդ պետության ոչ մի այդ պետության մեջ չկա մի մարդ, մի ինստիտուտ, որը ընդունում է այն ամեն ինչը, ինչ որ անում է այս դիկտատորը։ Այսինքն կամ այդ մարդիկ են դուրս գալու իրեն ոտերից քաշելով հանեն իր նստավայրից եւ քարկոծելով սպանեն, կամ այն պետությունը, որ բերել իրեն նշանակել է, ասում է սրան արդեն հեռացնելու ժամանակն է, եւ կամ լավագույն դեպքում իրեն փոխում են, կամ Սադամի եւ մնացածների նման գալիս են եւ ասում են մենք եկանք, ոնց որ Հիլարին ասեց, տեսանք ու ինքը մեռավ։ Չնայած որ Կադաֆին, ես չեմ կարող Կադաֆին համեմատեմ, Կադաֆին կարգին տղա էր։ Կադաֆին իր երկրի համար շատ լավ բան ուներ արած։ Ուղղակի Կադաֆին չէր համաձայնվում, սա ուրիշ խոսակցություն է, չեմ ուզում սրա մեջ մտնել, Կադաֆին չէր համաձայնվում, որ դառնա Ամերիկայի եւ ընդհանրապես Արևմուտքի ստրուկը։ Դրա համար իր գլուխը կերան, բայց այս մարդը լրիվ ուրիշ բան է, սա ստրուկ է, բայց սա արդեն պատերազմը հայտարարել իր ազգին։ Այսինքն Ամերիկան եւ Արևմուտքը կարող են ինչ որ չափով աշկ փագեն, նա ինչքան կփագեն, դա չգիտենք, որովհետեւ այս պահին Իրանը պատերազմը հաղթել է։ Իրանին այս սիտուացիան ընդհանրապես ձեռ չի տալի։ Իրանը չի թողելու։ Իրանը արդեն ասել էր վաղուց, որ Հայաստանի սահմանը իմ կարմիր գիծն է, չկպնեք այդ սահմանին հանգարց, նրանք Իրանին զբաղված լինելու ժամանակ կպան։ Իրանը այդ թրիփը չի թողելու աշխատի։ Երբ որ Իրանը իրոք
ստորագրի ինչ-որ բան Ամերիկայի հետ, ես համոզված եմ, որ նրանք այդ ճանապարհը մտցնելու են իրենց կոնտրակտի մեջ, չի լինելու սա, բայց հենց այդտեղա որ, հենց այդտեղա, որ Նիկոլ ասելու է, չէ, ես այդ ճանապարհը պատի տամ, որտեղ ես Ադրբեջանին եմ խոսք տվել, թե դուք իրար հետ ինչ կանեք, ես չգիտեմ, բայց ես պատի տամ, ու հենց այդտեղ, երբ որ ինքը նման բան անի, եւ այդ ճանապարհին մենք Աստված գիտի թե քանի մարդ է տերորի ենթարկվելու, քանի նոր բանտարկություններ են լինելու, քանի սպանություններ են լինելու անգամ այս արանքում, մինչև որ կամ Ամերիկան հենց ովքեր որ բերել են այս կենթանուն, կամ Պարսկաստանը, կամ Ռուսաստանը նրա հարցերը լուծելու են, եթե ոչ, ուրեմն ազգն է լուծելու, բայց այս մարդը արդեն սրան անգլերեն ասում են loose cannon, սա արդեն իրան կորցրած, սա արդեն գիտեք որ desperate են սա ամենաապասնի, ամենավատ սիտուացիայի մեջ ենք մենք հիմա, որովհետև Հայաստանում իրոք սկսվում է, իրոք ռեպրեսիաների մի շարք, որը որ շատ լուրջ հետևանքներ է բերելու ու ունենալու։ Ես ձեզ հավատացնում եմ, այն ինչ որ Հայաստանում է սկսելու հիմա, դուք չեք պատկերացնում ինչեր է անելու սա, որովհետև սա իրականում այն loose cannon-ն է, այս տղեն չունի, սա տորմուզ չունի, սա չի հասկանում, նորմեր չունի, սա իրոք պսիխոպատ է։ Ես շատ ժամանակ եմ օգտագործել տարբեր տեսակի շատ հայտնի պսիխոլոգների, Կարլ Յանգի, ասենք, աշխատություններ շատ եմ կարդացել։ Ես այս մարդուն ես համարում եմ, որ Նիկոլ Փաշինյանը իրական պսիխոպատ է։ Նա իրական պսիխոպատ է։ Ես յուրաքանչյուր պսիխոլոգ այս մարդու բոլոր արած քայլերով եւ նրա խոսացածներով ամեն ինչով կարող է նստիր եւ դիագնոզ անի այս մարդուն։ Այս մարդը is a true psychopath։ Այս մարդը ամեն ինչի ընդունակ է։ Եվ սա այն ինչ որ սա է անելու, մինչև այն պահը, որ իրեն կանգնացնի կամ հենց իր ծնողը, ոչ թե իր ծնողը, այլ իրեն ծնողը, ով որ բերե իրան շպրտել է այդ աթոռի վրա, ոչ բարով, կամ Պարսկաստանը, կամ Ռուսաստանը, կամ ժողովուրդը, դուս գան, նա դուս ա եկես, նրա մոտ սենց է, կամ ես կամ դուք, կամ ես կամ ես աշխարհը, ինքը կամ պատմության մեջ մնալու է որպես մի նեռի պես մի բան, նա ասում է, ես մի կյանք եմ ապրելու, բայց ես լինելու եմ այն պսիխոպատը, այն սայքոփաթը, որ պատմության մեջ մնալու է, մշտական, բայց Հայաստանի համար չէ, համաշխարհային, ես ասել եմ սա վաղուց, նա պատրաստ է սատկի, 100% եմ ձեզ ասում, ինքը պատրաստ է սատկի, յուրաքանչյուր օր, որտեվ երբ որ լուզերը, ինքը իսկական լուզերը, դուք մի նայեք, որ նա աթոռի վրա նստած է պաշտոն ունի, ոչ մեկ նման պաշտոնը, որ դու քո հոգին ծախել ես սատանուն այդ աթոռի համար, գրողի ծոցը տանի նման պաշտոնը, ոչ մեկ թող չերազի նման աթոռի համար, որովհետև այս աթոռը իրա տակ մի վերջաբան ունի, դա կամ ցմահ բանտարկությունն է, կամ մասնատվել է, ազգի կամ ինչ-որ մի հատ ռումբի կողմից, մասնատվել է, որ մասերը չկարողանան գտնեն, կամ ազգն է դա անելու, կամ ինչ-որ մի պետություն, որ ասի հերիք եղավ, բոլ եղավ ու սխմի, այս մարդը պատրաստ է դրան, որտեղ ինքը սայքոփաթ է, բայց դրա համար նա անելու է, մինչև դրան հասնելը, այն տերորը, որ նա բերելու է հայազգի գլխին հիմա, իրական հայազգի մարդիկ, որոնք մտահոգված են եղակի իրանց պետության, իրենց ապագա, իրենց երեխայի ապագա և իրենց պետության համար, դուք հասկանում եք,
Սա մեր պետությունն է, մեր պետության մեջ թուրքերը արդեն ամենուր են, 4 կողմից մտել են մեր երկիր, Վրաստանը այն կողմից առաջինն է շնորհավորում հասկանալով, իրենք էլ չեն գնում այդ ճանապարհով, իրենք մեզ քանի անգամ ասացին լավ մարդիկ Վրաստանում, մի գնացեք այս ճանապարհով, այս ճանապարհը շատ վատ տեղ է տանում, մենք փորձել ենք, մեր փորձը նայեք, մի փորձեք դուք, բայց Վրաստանի ղեկավարը առաջինն է շնորհավորում Հայաստանին, հասկանալով, որ երբ որ Հայաստանը քանդվի, մի բան էլ իրանք կխլեն։ Շատ լավ հասկանում են դրանք, որ իրենք իրենց պետությունը կարան մի քիչ մեծացնեն Հայաստանի շնորհիվ, որովհետև այս 4 կողմից իրանք ձելկա են անում։ Հայաստանը կքանդվի, ամեն մեկս մի կտոր կվերցնենք, դա ձեռ չի տալի Պարսկաստանին։ Պարսկաստանը չի ուզում Հայաստանից վերցնի ոչ մի բան էլ։ Պարսկաստանը ուզում է Հայաստանը մնա, որովհետև Հայաստանը պետքա որ լիներ իրենց պարտնյոր Ռուսաստանի հետ միասին։ Ուղղակի Հայաստանը հենց հիմա դուրս է եկել այդ գծերից եւ նրանք դա շուտով ուղղելու են, որովհետև իրենք պատերազմը հաղթել են Ամերիկայի հետ ու Իսրայելի հետ։ Իսրայելը իր ճանապարհով է գնում հիմա, իրենց ասելով, իրենք մենակ են գնալու, բայց իրենք չեն կարող Պարսկաստանի հետ։ Ժողովուրդ, մենք պատրաստվում ենք մեծ տերորի։ Մենք պատրաստվում ենք իրոք մեծ տերորի։ Մեր ընդդիմությունը իրոք մեզ մեր ժողովրդական լեզվով ասեմ, քաշում է։ Դուք չեք անում այն ինչ որ տիարվի։ Մենք պատրաստվում ենք մեծ տերորի։ Տեսեք ինչ է լինելու։ Համբերեք, տեսեք, Աստված մեզ հետ։ Շնորհակալություն։